Արև, քանի որ երեխաների թվային անվտանգությունը, արցած անվտանգությունը վերջապես սկսեց քննարկվել, բայց ցավոք սրտի մի անգամից շատ այդպես ագրեսիվ ձևով էս փակենք, ես ուզում եմ մի երկու բան խոսել եւ ամենակարևորը, այդ խոսակցությունը, թե այսինչ բան արգել ենք Roblox-ը կամ սոցցանցերից երեխաների մինչև 16 տարեկան չթողենք եւ այլն, իրականում հիմք չունեն, բացատրեմ ինչի մասին է խոսքը, ոչ թե որ պետք է կամ պետք չի, այլ պարզ չի, շատ պարզ պատճառով։ Այն մարդիկ, որոնք դրա մասին գորգրում են Facebook-ում, ինչ որ մեկնաբանություններ են դնում, չեն էլ պատկերացնում դրանպես ինչա կատարվում։ Եվ մեծ հաշվով բոլորս լավ չենք պատկերացնում, եւ ես ուզում եմ ուղղակի մի կարճ օրինակի վրա վերել, որ պարզ լինի, որ շատ կարևոր է մի հատ լավ ուսումնասիրի ընդհանրապես այն ինչ կատարվում է մեր երկրում, որովհետև ամենապրիմիտիվ բանը մեծահասակները նույնիսկ չգիտեն իրենց երեխաները որ սոցցանցերից են օգտվում։ Տեսեք, բացատրեմ։ Բարեբախտաբար վերջերս UNICEF-ը հրապարակեց մի ուսումնասիրություն, բավականին ծավալուն, որը միջազգային է ու նաև Հայաստանում է իրականացվել, որ Disrupting Harm կոչվող, որը վերաբերում է շատ նեղ, բայց վտանգավոր բանի երեխաների առցանց սեռական բնույթի շահագործումը, բռնությունը եւ այստեղ մի անգամից ասեմ ուսումնասիրությունը եղել է 23 թվականին, այսինքն իրավիճակը արդեն փոխվել է, բայց նույնիսկ հին տվյալները շատ բան կարող են ձեզ ասել։ Առաջինը, որ հասկանաք, երեխաների գրեթե 100% օգտվում է ինտերնետից։ Այս ինձ թվում է բոլորիս բարձր։ Բայց ինչ անում ինտերնետում, այստեղ սկսվում է խնդիրը, որովհետև մեծահասակները մոտավորապես պատկերացնեն, որ երեխեքը Facebook-ում են իրանց պես, բայց ասեմ ձեզ, որ Facebook-ից օգտագործում երեխեքի գնալով նվազում է, երեխա ասելով նկատի ունեմ տվյալ դեպքում 12-ից 17 մինչև 18 տարեկան երեխեք։ Facebook-ից հիմա երեխեքը գրեթե չեն օգտվում, նույնիսկ 23 թվականին 40%-ի մոտ էր օգտագործումը, հիմա կարծում եմ երկու անգամ էլ ընկել է։ Հիմնականում այն հարթակները, որոնք երեխեքի կողմից օգտագործվում են, դա ամենատարածված, ինչպես նաև մեծահասակները YouTube-ն է, բայց երեխեքը նստած են շորտերի վրա։ Այսինքն իրենք նայում են կարճ տեսանյութեր ու արդեն այդտեղ կա խնդիր։ Բայց մյուսը այն է, որ այն սոցցանցը, որտեղ իրանք ակտիվ ոչ միայն նայում են, այլ նաև գրում են, տեղադրում են նյութեր եւ այլն, դա Instagram-ն է, ինձ թվում է դա էլ ծնողները մոտավորապես պատկերացնում են, բայց կարծում եմ շատ քչերը մեծահասակներից պատկերացնում են, թե որն է թիվ 2 հարթակը, որից օգտվում են երեխեքը։ Այս վերջերս որտեղ գնում եմ, հարցուփորձ եմ անում, ծնողների մեծ մասը նույնիսկ անունը չեն լսել։ 2023-ին այդ հարթակից օգտվում էր 54% երեխա, հիմա կարծում եմ 60-ից էլ անցել։ Դա Snapchat-ն է։ Եվ հիմնական դեպքերը հենց այդ սեռական բռնության անչափահասների դեմ, դրանց կեսը Snapchat-ի վրա է անում։ Այսինքն հարգարժան ծնողներ, դուք նույնիսկ տեղյակ չեք, թե ինչ վտանգավոր վայրեր կան ձեր երեխաների համար։ Դա չի նշանակում, որ Snapchat-ը վատն է համեմատած մյուսների։ Այն որ ինքը ամենատարածվածն է, դա արդեն նշանակում է, որ այդտեղ դեպքերը շատ կարող են լինել, բայց տարածվածությունը միշտ չի համապատասխանում նաև դեպքերի քանակին, օրինակ Facebook-ում երեխեքը քիչ թե շատ կան, բայց այնտեղ քիչ են դեպքերը, որովհետև երեխեքին որսացողները որսում են հենց այն հարթակներում, որտեղ երեխեքն են շատ առանց մեծահասակների, եւ դա հենց Instagram-ն ու Snapchat-ն է, մյուս վտանգավոր, այսինքն այն հարթակները, որտեղ շատ են դիտարկվում տենց դեպքերը, դա Telegram-ն ու TikTok-ն են։ Եվ եթե Instagram-ում դեռ ինչ-որ ազդեցություն կարելի է ունենալ, որովհետև ծնողը տեղյակ է
ծնողը կարող է միացնել այդպես կոչված teen account, ասեմ ձեզ շատերը դա էլ չգիտեն, որ հնարավոր է նենց անել, որ ծնողը կապակցի իր եւ երեխայի հաշիվները եւ վերահսկի։ Այդ նույն գործիքները կան նաև TikTok-ում, ասեմ ձեզ, ու Snapchat-ում, բայց ծնողների մեծ մասը Snapchat-ում չկան, TikTok-ում էլ էլի շատերը չկան։ Telegram-ը վատա այն առումով, որ շատ վատա վերահսկում մոդերացիանում, այսինքն ինչ է որ ասում շնուշանգալ ասեց Telegram կա, նույնն էլ TikTok-ը։ Այնպես որ ես ուզում եմ սա շատ չծավալվել, որովհետև թեման շատ ծավալուն է ու բազմակողմանի, այսինքն ես ուզում եմ այս դեզայնով ուղղակի խնդիրը դնել, իսկ մենք հետո արդեն մանրամասն այս բոլոր ինչի մասին խոսեցի, օրինակ վերահսկողության ծրագրերը եւ այլն, կփորձենք անդրադառնալ, չգիտեմ գիտեք թե չէ, մենք ստեղծել ենք Cyber Hub-ում հարթակ հենց երեխաների առցանց օգնության, քիբերչատա կոչվում, դրա հղումը կդնեմ մեկնաբանությունում եւ այդ հարթակով ոչ միայն փորձում ենք օգնել այն դեպքերում, երբ որ արդեն ինչ-որ բան եղել է, բայց հենց կանխարգելիչ գործողություններ անել, այնպես որ փորձենք հենց հնարավորինս շատ տեղեկացնել նաև ծնողներին, թե ինչ կարող են անել, որպեսզի երեխաներին հեռու պահել, ոչ թե ընդհանրապես ինտերնետից, այլ կոնկրետ վտանգներից։ Կշարունակենք։